Առաջին եթերում դուք դիտում եք հարցազրույցի հերթական թողարկումը, բարև ձեզ։ Երևանում անցկացվել է էկոլոգիական աշխարհայացք և կանաչ տնտեսություն հանուն կայուն զարգացման գիտաժողով քննարկումը։ Մինչ այդ նախորդել էր կլիմայական ռիսկերի միասնական կառավարման ծրագրին նվիրված միջազգային խորհրդակցություն։ Անշուշտ Հայաստանյան այս միջոցառումները բխում են աշխարհի ընդհանուր մտահոգությունից և վկայում այն մասին, որ աշխարհի առջև ծառացած գլոբալ խնդիրների շղթայում գտնվում ենք նաև մենք։ Որն է մեր դերը այստեղ։ Այսօր մենք կլսենք հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանելյանին, բարև ձեզ, Տիկին Դանելյան։ Մինչ գլոբալի մասին խոսելը, դուք այսօր Երևանի վիճակը տեսաք, ընդամենը 10-15 րոպե անձրև եկել։ Սա իսկապես խնդիր է մայրաքաղաքի համար, թե ոչ։ Պետք է որ խնդիր չլինի, որովհետև դրենաժային համակարգը պետք է որ այդ ջուրը ընդուներ։ Իսկ ունեցել ենք մենք այդ։ Մենք ունեցել ենք, բայց նախ պարբերաբար խցանվում է պետք է մաքրել։ Դա միշտ չի իրականացվում։ Երկրորդը դա ում խնդիրն է, ջրմուղի թե այլ ծառայություն։ Նաև համակարգում է քաղաքապետարանը։ Բայց նաև քաղաքաշինական խնդիր կա, որ այս անկախության տարիներին այնպեսի հախուռն քաղաքաշինություն իրականացվեց, որ նաև շատ տեղերում փակվեցին այն ուղիները, որ ջուրը ինչպես պետք է գնար եւ անցներ, լցվեր եւ այլն։ Եվ ես շատ ցավում եմ, բայց մեզ չհաջողվեց կանխել Գետառի փակումը, որը հենց այդ ամբողջ ջրերի ընդունողն է։ Թբիլիսին դեռ թարմ օրինակ եւ մեր աչքի առջև։ Հասկանալի է, եւ ընդ որում Գետառը նաև խցանվում է աղբով եւ արդեն կիսով չափ կարելի է ասել, որ տարածքը խցանված է։ Այ եթե լրիվ խցանումը լինի, այն ժամանակ մենք կհասկանանք։ Այսինքն, եթե այսօրվա այդ կարճատև անձրևը, հորդառատ անձրևը մի քիչ երկարար, մենք ուրիշ խնդրի կբախվենք արդեն։ Հույս ունեմ, որ ոչ, բայց որ իհարկե ավելի դժվար կլիներ, դուք տեսաք, ես ինչի դժվարությամբ եկա հասա այստեղ, մի խցանումից անցնում էի մյուս խցանում, այստեղ վթար էր, այնտեղ մեքենաները կուտակված չէին կարողանում անցնել, այնտեղ գետ է հոսում։ Դուք անշուշտ հետևում եք տարվա բնական աղետների վիճակագրությանը նաև։ Դրանց թիվը գնալով ավելանում է, իսկ աշխարհի այն կառույցները, որոնք մտահոգ են այս հարցով, առայժմ գիտաժողովներ են անում։ Չի ուշանում մարդկությունը այս խնդրի։ Մարդկությունը ակնհայտ ուշանում է։ Աշխարհի գիտնականները, որոնք մտահոգ են այս խնդիրների շուրջ, եւ դա անպայման չէ, որ բնապահպաններ լինեն, տարբեր ոլորտի գիտնականները, առաջի անգամ դիմեցին մարդկությանը 71 թվականին, 1971 թվականին, որ մենք խաթարում ենք բնության, բնականոն գործընթացը, զարգացումը, եւ որ մենք մտնում ենք էկոլոգիական ճգնաժամ, որը հղի է շատ մեծ դժվարություններով մարդկության համար։ Եվ դա սկիզբ եղավ, որ 72-ին ՄԱԿ-ը հավաքեց Ստոկհոլմում երկրներին եւ այդ խնդիրները քննարկվեցին։ Բայց ճգնաժամը դեռ խորանում է։ Ճգնաժամը շարունակում է խորանալ։ Ստեղծվեց հատուկ UNEP ուրեմն ծրագիրը, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագիրը եւ անընդհատ ես ինչքան որ շփվում եմ ՄԱԿ-ի կառույցների հետ, այնտեղ անհանգստությունը շատ մեծ է։ Ես մի օրինակ բերել եմ մեգատրենդս, այսինքն գլոբալ տենդենսները, հա, եւ այդ գլոբալ տենդենսները նաեւ այլ մեծ հրատարակություններ ուղղակի շատ ծանր են նաեւ կան, որտեղ երևում է, որ չնայած մարդկությունը իրոք ջանքեր գործադրում է էկոլոգիական ճգնաժամի դուրս գալու համար։ Իրոք ծրագրեր կան, որոնք իրականացվում են, դրական փորձը կա, բայց մենք չենք հասցնում այն բացական փոփոխությունների հետևից, այն դիսբալանսը, որ տեղի է ունենում, դեստաբիլիզացումը տեղի է ունենում, որը եւ ամեն տարի ֆիքսվում է, այս տարի ռեկորդային է այս տեսանկյունից։ Մյուս տարի դարձյալ է, այս տարի ռեկորդային է մյուս տեսանկյունից։ 2016-ը նոր է կիսվել, բայց արդեն ռեկորդային է նախորդի հետ համեմատած։ Հիմա գանք Հայաստանի գործոնին այստեղ։ Կլիմայական ռիսկերի այդ վիճակագրությունում մենք որտեղ ենք եւ որն է մեր մասնաբաժինը այստեղ։ Մենք որպես հետևանքի գոտի ենք, թե մասնակից ենք այդանում։ Գիտեք, քանի որ ինքը կոնվենցիան հիմնականում արտանետումների մասին է խոսում, իսկ մեզանում հիմա արդյունաբերությունը
այդպես չի գործում, միայն էներգետիկայի խնդիր կա, ապա մեր ներդրումը բացասական առումով այդ ջերմոցային գազերի ցածր է, միջինից ցածր է, բայց հիմա արդեն պարտավորություններ վերցրել ենք, մինչև այդ մենք այն երկրների ցանկում էինք, որոնք Կիոտոյի արձանագրության պարագայում օգնություն էինք ստանում որևէ պարտավորություններ իրականացնելու համար։ Բայց ինձ ընդունելի չի կոնվենցիայի այդ սահմանափակ մոտեցումը։ Բոլորը խոսում են էկոհամակարգային մոտեցման մասին եւ միայն արտանետումներով, միայն անտառները պահպանելով մենք կլիման չենք փրկի, որովհետեւ դա մի ընդհանուր համակարգ է եւ էկոլոգիայի հիմնական օրենքը ասում է ամեն ինչի հետ կապված է։ Չէ, բայց մենք այդտեղ անում ենք ինչ որ մեզանից պահանջում է, թե թերանում ենք դեռ։ Որոշ չափով արել ենք, բայց եւ թերացել ենք պաշտոնական տվյալներով անտառները սկսել են վերականգնվել եւ կարծես թե նաեւ անտառհատումների տոկոսը քանակը պակասել է։ Բայց բոլոր դեպքերում դեռ շարունակվում է գործընթացը, հետո վերականգնումը դա դեռ չի ասում, որ լիարժեք անտառ է վերականգնվում։ Կլիմայի փոփոխությունը Հայաստանի համախառն ներքին արդյունքը դարձնում է ավելի խոցելի։ Կբացեք այս արտահայտությունը։ Գիտեք, այն առումով, որ կլիմայի փոփոխությունը շատ անկանխատեսելի է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ եւ առաջի ազդեցությունը գյուղատնտեսության վրա է, որովհետեւ տեսեք, եթե այսպես կարող ենք ունենալ անընդհատ գոնե կարկտահարումը, որ անսպասելի է այսպես խորդառատ անձրևներ, հետո երկար ժամանակ երաշտ կարող է լինել, հենց առաջի խոցելի ոլորտը դա գյուղատնտեսությունն է։ Բայց մյուս ոլորտները նաև պետք է զգան, ինձ շատ անհանգստացնում է Հնայում մյուս խոշորը դա հանքարդյունաբերությունն է, մենք հիմա գալիս ենք այստեղ ամենակարևոր հարցերից մեկը։ Հանքարդյունաբերությունը մեր ամենախոցելի էկոլոգիայի տեսանկյունից ամենախոցելի ոլորտն է, եթե այս գիրքը մենք նայենք, հենց սկսվում է հանքարդյունաբերությունից, որ մենք ընտրել ենք 11 ուղղություն եւ ուսումնասիրել ենք այն ամենախոցելի ոլորտները եւ ուսումնասիրել ենք իրավիճակը, քննարկումներ ենք անցկացրել եւ Երևանում եւ շրջաններում, մասնագետների հետ, հանրության հետ, իշխանությունների հետ եւ ասեմ, որ նույնիսկ ձեռքով կռիվ է տեղի ունեցել այն կլոր սեղաններին, որտեղ հանքարդյունաբերությունն են քննարկել։ Դիգդան, դուք կանաչ տնտեսություն արտահայտությունն եք օգտագործում արդեն տևական ժամանակ։ Ես հետևում եմ դրան, բայց մեր հանքարդյունաբերության ներկայիս նկարագրով ինչ կանաչ տնտեսություն։ Մեր հանքարդյունաբերությունը, եթե մենք դա ասում ենք եւ շարունակում ենք ասել արդեն շատ վաղուց, դեռևս սովետական տարիներից, որ արդեն ունեինք խոցելի ոլորտներ, տարածքային դարձյալ Սյունիքներ, բայց այն ժամանակ ի զարմանս մեզ հիմա գոնե անտառածածկ տարածքներում բաց հանքերը արգելվում էին, գոնե եթե կային բնակավայրեր, ապա նրանցից բավականին հեռու պետք է լիներ հանքավայրը, պահպանվող տարածքներում չկար։ Հիմա մենք անցել ենք համատարած հանքարդյունաբերության եւ հատկապես մետաղ պարունակող հանքերը շատ վտանգավոր են այս առումով, այն մեթոդները հատկապես, որ օգտագործվում են եւ մենք գտնում ենք, որ մենք հիմքից ուղղակի կտրում ենք Հայաստանը։ Մենք կարմիր գիծը անցել ենք այստեղ։ Անցել ենք։ Եվ Համաշխարհային բանկը ուսումնասիրում է այս ոլորտը, արդեն զեկույց ունի։ Դուք ծանոթ եք դրան։ Ծանոթ եմ, ասեմ, որ ես այնքան էլ չեմ վստահում Համաշխարհային բանկին, ինչ առումով, որովհետև միջազգային ֆինանսական ինստիտուտները իրենց էությամբ ավելի շատ ծառայում են զարգացած երկրներին, քան մեր տիպի երկրներին, եւ իսկ զարգացած երկրները մի կողմից ցանկանում են, որ մեզ մոտ էկոլոգիական խնդիրները լուծվեն, բայց մյուս կողմից իրենց պետք է, որ մենք նաև հումք հանդիսացող երկրներ լինենք, այստեղ շահերի բախում կա։ Մի քիչ ուրիշ կերպ ձևակերպեմ, կասեք ճիշտ եմ ասում, թե ոչ։ Համաշխարհային բանկը աչք է փակում Հայաստանում օտար երկրի ընկերություններին ինչպես են շահագործում մեր հանքերը, չպահպանելով ոչ մի նորմ,
էկոլոգիական, իսկ ձեր նշած զարգացած երկրներում համաշխարհային բանկը դա չի կարող իրեն թույլ տալ անել։ Դա այդտեղ ոչ միայն համաշխարհային բանկը է, Գործ ունենք երկակի ստանդարտի հետ, ով պետք է տեր կանգնի նա դրա գործել չունի այնտեղ, որովհետև այդ երկրներում այնպիսի օրենքներ են եւ այնպիսի մոնիտորինգ է իրականացվում օրենքները կատարելու, օրենքները կիրարկելու ուղղությամբ, որևէ ընկերություն այդպես շահագործել հանքերը ինչպես մեզ մոտ զարգացած երկրներում իրեն թույլ չի տա։ Մենք քանի բարձի թողի պոչամբար ունենք այսօր։ 20-ից ավել երևի։ Եվ այստեղ մի մասը, շատ փոքր մասը եկել է դեռևս սովետական միության ժամանակներից, բայց հիմա արդեն նաև ընդլայնվում են այդ պոչամբարները եւ արդեն տեղեր կա, որ նույնիսկ տարածք չկա ընդլայնվելու, սկսում են բարձրացնել։ Ճիշտ է, լավ որոշում ընդունել է կառավարությունը այն առումով, որ պոչամբարների եղած միջին այդ նյութերը կարելի է վերամշակել եւ օգտագործել։ Գիտեք ինչ, եթե օրինակ մենք այստեղ առաջարկում ենք մասնագետները վիճում են, ասեմ ձեզ։ Հասկանալի է, որովհետև դա էլ կախված է նրանից ինչ մեթոդներով, ինչպես եւ հակառակը կարող ենք վնաս տալ, կարող ենք օգուտ տալ։ Բայց դա աշխարհում ընդունված եւ կա դրական փորձ, դրա համար մենք առաջարկում ենք ոչ թե նոր հանքեր բացել, անընդհատ նոր եւ նոր հանքեր բացել, այլ եղած պոչամբարները լիարժեք ուսումնասիրել եւ տեսնել ինչպես կարելի է օգտագործել։ Մի տարօրինակ հարց էլ կար, որ տարիներ շարունակ հնչում է։ Միգուցե դուք գիտեք, ովքեր են խոշոր խաղացողները մեր հանքարդյունաբերությունում, եւ համաշխարհային բանկի զեկույցի այդ պահանջները հենց նրանց առջեւ է դրվում։ Մի այսպես քարտեզ կա, Հայաստանի քարտեզը ամբողջ ծածկված տարբեր երկրների դրոշներով, որ այստեղ ուրեմն ռուսական կամպանիաներ են, այնտեղ ամերիկյան կամպանիաներ են, այնտեղ գերմանական, այստեղ անգլիական եւ այլն եւ այլն։ Մնում է պարզել հետևումով է։ Լավ, թափանցիկ հանքարդյունաբերության համար ձևավորվելու է ճանապարհային քարտեզ։ Այս արտահայտությունը կառավարությունից է հնչել։ Այսինքն ինչ է հետևելու դրան։ Գիտեք, նախ այստեղ անցավ մի 2 տարի առաջ միջազգային գիտաժողով պատասխանատու հանքարդյունաբերություն։ Եվ ասեմ, որ մի կողմից քննարկվում էր, թե ինչ կարելի է անել, որպեսզի հանքարդյունաբերությունը զարգացնել, բայց վնաս չտալ, ոչ էկոլոգիական, ոչ սոցիալական, մյուս կողմից դուրս էկոլոգները մեծ ցույց էին անում, որ սկզբունքորեն հնարավոր չի դա իրականացնել Հայաստանում, որովհետև նախ Կարմիր գիծը անցել ենք եւ հիմա պարզապես ուզում են քողարկել այն ինչ որ իրականացվում է։ Ամերիկյան համալսարանը հիմա մեծ ուսումնասիրություն է արել եւ ոչ միայն ինքը, այլ նաեւ մասնագետների ներգրավմամբ այս ոլորտի։ Երեք մենք հենց առաջի զեկուցումը ամերիկյան համալսարանի դասախոսները Ալեն Ամիրխանյաններ, ես ճիշտ ասած սպասում էի, որ ինքը կներկայացնի, թե ինչ այդ ճանապարհային քարտեզի վերաբերյալ իրենց մոտեցումը, ինքը սարսափելի մի պատկեր ներկայացրեց պոչամբարների, թե ինչ վիճակում է դա եւ իրոք ուղղակի դժվար էր նայելը։ Ասեմ, որ նաեւ կան զուգահեռ ուսումնասիրություններ եւ ամերիկյան համալսարանի առողջապահական կենտրոնի եւ էկոլոգոնոոսֆերային կենտրոնի ակադեմիայի, թե երեխաները այդ տարածքներում ինչպիսի վիճակ է իրենց մոտ առողջական։ Օրինակ, նույն Ախթալա, Ալավերդի այդ շրջաներում, հատկապես Ախթալա, երեխաների արյան մեջ ծանր մետաղներ։ Սյունիքում ուսումնասիրություններ էկոլոգոնոոսֆերային կենտրոնի երեխաների մազերի մեջ ծանր մետաղներ։ Իսկ պատկերացնել, որ այդ երեխան հետո կարող է առողջ մեծանալ, դա անհնար է։ Ամենաշատ հնչող արդարացումը ձեր ասացինի հակառակ այն է, որ մենք առանց այս ոլորտի չենք կարող պահել մեր տնտեսությունը։ Բայց այստեղ էլ մի բան կա, էլի պարադոքսալ։ Երբեմն փոքր ընկերությունների մասին է, որոնք ընդհանրապես հանգեր են շահագործում
փոքր ծավալի հանքեր, դրանք երբ գները միջազգային շուկայում ընկնում է, դիմում են կառավարությանը օգնության եւ կառավարությունը վարկեր է վերցնում այդ ընկերության համար։ Մյուս կողմից էլ մենք մեր տնտեսությունը պետք է պահենք այդ։ Դուք երբ նայում ենք տոկոսային հարաբերությամբ, օրինակ գյուղատնտեսությունը եւ ՀՆԱ-ի տոկոսը, որը գալիս է հիմա ձեռքից տակ չկա, բայց ես դա ունեմ տվյալները եւ զեկուցել եմ եւ հանրային խորհուրդը նախագահի հետ հանդիպման ժամանակ ես այդ թվերը բարձրաձայնել եմ, անհամեմատ է գյուղատնտեսության ներդրումը ՀՆԱ-ի մեջ շատ ավելի բարձր է, քան հանքարդյունաբերությունը, տուրիզմը։ Մենք եթե այսպես ճանապարհով շարունակում ենք հանքարդյունաբերությունը, մենք կտրում ենք ոչ միայն բնակչության առողջությունը, էկոհամակարգերը եւ այլն, մենք կտրում ենք գյուղատնտեսության հիմքը, մենք մի կողմից ասում ենք օրգանական գյուղատնտեսություն, Եվրոմիություն մաքուր արտադրանք ենք, այդ որ մաքուր արտադրանքը, եթե նա ծայրից ծայր ծանր մետաղներով պետք է հագեցած լինի, այդ որ տուրիզմի, տեսեք, համաշխարհային տուրիզմի կազմակերպությունը ուսումնասիրություն էր իրականացրել տուրիստների շրջապատում, թե երկրները, որտեղ իրանք եղել են որպես զբոսաշրջիկ, իրենց կարծիքներն էր հավաքել։ Եվ Հայաստանը երկու հարցով առաջի տասնամյակում էր, դա բնության հուշարձանները, ընտիր, շատ դրական, պատմամշակութային հուշարձանները, դարձյալ շատ դրական, առաջի տասնյակում, իսկ մենք ինչու ենք մեջտեղում հայտնվել, որովհետև մենք վերջի տասնյակում ենք շրջակա միջավայրի վիճակ։ Եվ դա, եթե մենք այդ Տաթևի կռիլյա Տաթևը, եթե կողքը հանք ենք բացում, դա չի խոսում իրար հետ։ Եթե դու տուրիստ ես հրավիրում եւ քո այդ հուշարձանները աղբի մեջ կորած են, կողքն էլ հանքն է, մեքենաները անցնում են եւ փոշին ուրեմն նաեւ փչում է այդ, չեն աշխատում դրանք իրար հետ։ Եվ չեմ կարծում, որ մեր հիմքը պետք է լինի, գիտեք ինչ, եթե դու հսկա Ռուսաստան ես, դու կարող ես քեզ դուր տալ, ինչ որ տարածքներ դնել նավթի գազի տակ, մյուս եւ հրաժարվել այդ տարածքները եւ պարզապես աչք փակել այդ տարածքներից, այո։ Մյուս տեղերում գյուղատնտեսություն զարգացնել, մարդիկ ապրեն, բնակավայրեր լինեն եւ այլն։ Այս փոքր Հայաստանում զուգակցել այդ բոլորը իրար հետ պարզապես հնարավոր չի, այն էլ բաց հանքերի պարագայում։ Մի հանգամանք էլ Տիկին Դանելյան, մենք մոտենում ենք մեր զրույցի ավարտին։ Մենք տարածաշրջանում ամենաջրառատ երկիրն ենք։ Բարձրադիր ենք, աղբյուրների մեծ մասը ակունքները այստեղ են, բայց Հայաստանում ամեն օր ջրի կռիվ է տեղի ունենում։ Մեր այս գիտաժողովի Որպես մասնավոր օրինակ էլ ուզում եմ Ազատ գետը նշել, որ հիշում եք այս օրերին ինչ։ Այո, չէ, դա իրոք կայուն կառավարման խնդիրն է ջրի, այ պատահական չի, որ այս գրքերը ես բերել եմ, որովհետև այս 2030 թվականի օրակարգ համաշխարհային ծրագիրը, որը Չէ, մեզ այդքան հեռու մի տարեք, մենք հեռու առաջիկա տարիների մասին։ Եվ մենք 16 թվականից սկսվում է դա, մինչև 2030, հիմիկվանից սկսվում է։ Եվ մեջ կա 17 նպատակ, որոնք բոլորը իրար հետ կապված են, սկսած աղքատությունից աղքատության հաղթահարում, ջրային ռեսուրսների մաքրում կայուն կառավարում, թափոնների կայուն կառավարում, բոլորը կապված են իրար հետ։ Եթե դու աղքատության հարցերը չես լուծում, ապա դու անտառը փրկել չես կարող, որովհետև նա ի վիճակի չի ուղակի, նա ստիպված դուրս է գալիս անտառ եւ կտրում է անտառը, եւ նա ի վիճակի չի ինչ-որ կանաչ տնտեսության մասին մտածի, երեգախնայողության եւ այլն։ Հասկանում եք, բոլոր խնդիրները իրար հետ կապված են, եթե դու թափոնների կառավարման խնդիրը չես լուծում, եւ քո գետերը դառնում են աղբատար, ինչպես որ Հայաստանում է, դու ջրային ռեսուրսների խնդիրը նույնպես չես լուծում։ Դու քո առողջապահական խնդիրները չես լուծում, որովհետև այդ ջրով ոռոգում ես եւ հետո այդ ջրով ոռոգած սնունդը դու օգտագործում ես բնակչության համար։ Այդ բոլոր խնդիրները իրար հետ կապված են եւ մենք փորձել ենք սա որպես հիմք մշակել, այդ հիմա բոլոր երկրները պարտավոր են այդ 17 նպատակները տեղայնացնել, իրենց առաջնահերթ ուղղությունները նշել, դրանք ունեն 169 ենթանպատակ նաև, եւ ըստ այնմ մշակել ծրագրեր եւ իրականացնել։ Պիտի որ
այն անհանգստությունը, որ ՄԱԿ-ում կա, պիտի որ երկրներում նաև դրսևորվի եւ իրականացվի։ Այսինքն էլ ինչ պետք է տեղի ունենա, որ երկրներում էլ դա Ինչ ասեմ, պիտի հասկանանք, որ իրոք բնությունը արդեն պատժում է, ասում եմ, մի անգամ մի տիկին փողոցում մոտեցավ ինձ, ասեց տիկին Դանիելյան, դուք սխալ եք խոսում, դուք ասում եք բնությունը ափսոս է, պետք է պահպանենք, ոչ, պիտի ասեք բնությունը դաժան է, մոլորակը դաժան է, դու իրեն վնասում ես, նա քեզ 10 պատիկ պատժում է, մենք հիմա մտել ենք այդ չի պատժի, պատժում, պաշտպանվում է մարդուց։ նա պաշտպանվում է մեզանից, իսկ դա մեզ համար պատիժ է, եւ դա պետք է մենք ընկալենք ի վերջո եւ դաստիարակվենք։ Շնորհակալություն այսօր մեր հրավերն ընդունելու համար։ Դուք դիտում եք հարցազրույցի հերթական թողարկումը, այսօր իմ զրուցակիցը հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանելյանն էր։ Հաջողություն։